Բարեցես, ինչ կարծիք ունեք նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Շատ դրական, միանշանակ, ինքն է ու վերջ։ Ձեր կարծիքով ընտրություններում բավարար ձայներ կհավաքեն։ Պարտադիր պիտի ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք հավաքել այդ բավարար ձայները, որովհետև այլևս այսպես անհնար է ապրել, գոյատևել, աշխատել եւ այլն եւ այլն, այսինքն բոլոր տեսակի հնարավոր եւ անհնար բաները պիտի կիրառենք, հա, ընտրական առումով եւ այլն, քաղաքապարական, որպեսզի կարողանանք այս թմբիրից դուրս գալ։ Նրա կառավարման տարիները որոնք են եղել այն դրական փոփոխությունները, որ նա արել է։ Գիտեք, դրական լիքը փոփոխություններ կային, սկսած աշխատավարձերի ավելացումից, նույնիսկ տալուց, վերջացրած բնակարանաշինությամբ, առավել ևս Շիրակի մարզում, Աղետի գոտում կառուցված բոլոր տեսակի այդ շենքերն ու փողոցներն ու չգիտեմ բարեկարգ քաղաքը ունենալը հենց իր կառավարման տարիներն է եղել եւ կարող եմ այսպես հպարտորեն ասել իր շնորհիվ է եղել։ Ցնցված եմ, ես միշտ իր կողքին եմ եղել, սատարել եմ առաջին օրվանից, մինչև հաղթանակ իր հետ եմ լինելու, իմ ընտանիքի հետ միասին։ Ձեր կարծիքով ընտրություններում բավարար ձայներ կհավաքեն։ Իհարկե։ Իսկ նրա կառավարման տարիներին որոնք են եղել այն դրական փոփոխությունները, որը նա արել է։ Գիտեք ինչ, շատ բան արել, հիմա մի երկու բառով չեմ կարող ասել, լիքը շինություններ, լիքը լավ բաներ արել մեր երկրի համար, որ այսօր մեր ազգի որոշ մասը չի գնահատում, դա չի հասկանում։ Եթե պետքա կոնկրետ կասեմ ինչեր է արել մեր երկրի բարգավաճման համար, ինչքան կառույցներ, ինչքան շենքեր է կառուցել, քաղաքապետարանի շենքը, հաղթանակի կամուրջը, լիքը բարենորոգումներ արել մեր երկրում իր այդ կառավարման տարիներին։ Միայն կույրը դա չի կարող տեսնել։ Իհարկե լավ կարծիք։ Ձեր կարծիքով ընտրություններում բավարար ձայներ կհավաքեն։ Միանշանակ։ Իսկ նրա կառավարման տարիներին որոնք են եղել այն դրական փոփոխությունները, որ նա արել է։ Գյուղատնտեսության զարգացում, արդյունաբերություն, տնտեսություն, աշխատավարձի բարձրացում, որն ասենք, երկրի անվտանգություն, վերջապես թուրքը վախում էր բռնուց թափ տար, հակառակ մեր Քոչարյանն էր բռնուց թափ տալը, դա իմ համար ամեն ինչ էր։ Այսինքն հիմա թուրքը չի վախենում հայերից։ Իհարկե ոչ, մի բան էլ աթաթա է տալիս։ Արևմտյան Ադրբեջանը ասում, ես ինչեր ասում, որտեվ երկրին ղեկավար չկա։ Դրական բնականաբար։ Ձեր կարծիքով ընտրություններում բավարար ձայն կհավաքեն։ Միանշանակ այո, միասին կարող ենք։ Իսկ նրա կառավարման տարիների որոնք են եղել այն դրական փոփոխությունները, որ նա արել է։ Խաղաղությունը։ Ամենախաղաղ տարիներն են եղել, տարիները։ Ինչ կարծիք ունեք նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Կարծիք, գիտեմ, որ համ Արցախը հետ կբերի, համ իմ երկիրը կհզորացնի, համ հայ ազգին նորից կսարքի իրոք, ոնց ասեմ, հպարտ, իրոք գլուխներս բարձր կքայլենք էլի ամբողջ աշխարհում։ Գիտեք, իմ տղան Մոսկվայում է, ու իմ տղան ասում է, ես ամանչում եմ, որ հայ եմ։ Ձեր կարծիքով բավարար ձայներ կհավաքեն ընտրություններում։ Համոզված եմ, եթե այս անասունը կեղծիքներ չանի, համոզված եմ։ Իսկ նախագահի արած փոփոխությունները, որոնք իր ժամանակահատվածում, նախ Ալիևը վախենում էր, նախ քաղաքականությունը ուժեղ էր, նախ երկիրս այն մութ ու ցուրտ տարիներից, որ բոմժի նման շատ հայերը ապրում էին, բոմժի նման, ես չեմ մոռացել, որ ապրում էին, այդ ժամանակահատվածից ինքը մեր երկիրը սարքեց հզոր, չգիտեմ ոնց ասեմ, այդ բոմժային կարգավիճակից հանեց, տնտեսությունը զարգացրեց, թոշակները բարձրացրեց, չգիտեմ, էլ ինչ ասեմ, ամենալավ բաներն ա եղել իր ժամանակ, ես ապրել եմ իր ժամանակահատվածում, որպես հայ, ոնց ասեմ, հպարտ, հզոր Հայաստանում։ Գիտեի, որ Ալիևը վախենում է իրանից, գիտեի, որ իմ տնտեսությունը հզոր է, գիտեի, որ ես աշխատատեղ ունեմ, աշխատում եմ ու կարամ իմ ընտանիքը պահեմ։ Ես ապրել եմ իր այդ ժամանակահատվածը, տղա ջան, ապրել եմ, իրոք ապրել եմ հզոր, հպարտ Հայաստանում։ Իսկ հիմա ինչ, Ալիևը այն օրն էլ եսի մինչեր էր հաչում մեր երկրի, չգիտեմ, ուզում եք կրճատեք, ուզում եք լրիվ ցույց տվեք, բայց գիտեմ, որ Ալիևը հաչում էր ու պատասխան չկար Հայաստանից։
Շատ մեծ կարծիք տղա ջան, շատ մեծ կարծիք։ Ինքը այն թվերին, որ կարողացել է այն մութ տարիներին լույս չունեինք, հացը կուպոնով էինք գնվերցնում, որ նա կարողացել է ուշքի բերի երկիրը, հիմա մեծ կարծիք ունենք, ուրիշ բան չունեմ ասելու, հաջողություն ենք ցանկանում մենք։ Ձեր կարծիքով ընտրություններում բավարար ձայներ կհավաքեն։ Աշխատում ենք հավաքեն, բոլորս էլ կանգնած ենք իրա կողքին։ Իսկ նրա կառավարման տարիներին ինչ դրական փոփոխություններ են արել։ Դրական, ասում եմ, լույս չունեինք, հաց չունեինք, լուսն էլ եղավ, հացն էլ եղավ, բանով, կտրոնով էինք հաց վերցնում մի քանի գրամ, բայց ինքը լրիվ լուսավորեց երկիրը, լրիվ։ Մենք գոհ ենք իրանից, հույս ունենք, որ ավելի լավը կլինի։